Այո։ Բարև ձեզ մանուել, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք այս զրույցին եւ այսպես մենք ակնատեսը եղանք հայտարարակ ընտրախախտումներով, բռնաճնշումներով, ապօրինություններով, այդ թվում նաեւ զինվորների սահմանապահների ներգրավմամբ ընտրությունների։ Խնդրեմ այս ընտրախախտումների հետ կապված ձեր տեսակետը։ Բարև ձեզ, իհարկե բոլորս ամբողջ աշխարհի եւ ազգի առաջ տեսանք ինչպիսի ընտրախախտումներ տեղի ունեցան, տեսանք թե ինչպես է ժամը 20:00-ից հետո շարունակվում որոշ ընտրատեղամասերում ընտրությունները, զինվորականները մինչև 11:30 քվեարկել են եւ այո, ընտրակեղծիքները ծավալ չունեն եւ այս պարագայում անգամ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում հաղթահարել, չի կարողանում 51+-ը բավարարել։ Սա ինքնին արդեն ոչ լեգիտիմության բացահայտ նշան է, եթե սա արվեր մի այլ գործչի կողմից, որը չէր ծառայելու Թուրքին, ադրբեջանցուն եւ մի շարք արևմտյան ուժերի, այսօր կտեսնեիք արևմտյան դեսպանատների հայտարարությունները, որ իշխանությունը լեգիտիմ չէ։ Բայց քանի որ նա պարտավորված է ծառայելու եւ թուրքացնելու հային, այդ կոչերն ու այդ գրառումները դուք չեք տեսնի արևմտյան ուժերի կողմից։ Սա փաստ է, սա արձանագրված փաստ է, նայեք այլ երկրների նախադեպեր, նայեք նախկին ընտրություններ, նայեք եւ հետեւություն արեք, թե ինչպես է լինում այդ կողմնապահությունը։ Դա, տեսեք, հայ ազգի մեծամասնությունը չի ընտրել Նիկոլ Փաշինյանին։ Երբ որ ասում ենք 51+, բացատրենք, որ մարդիկ հասկանան դա ինչ է նշանակում։ Այսինքն Նիկոլ Փաշինյանին ընտրողների կեսը անգամ չեն ընտրել, կեսը։ Եվ նա այդ լեգիտիմությունը չունի։ Ու նա այդպիսով, այդ մի կերպ քարշ գալով, խախտելով, ճնշելով, դե պատկերացրեք, դրան գումարեք, որ Փաշինյանը օգտագործել է ողջ պետական ռեսուրսները, օգտագործել է իր լծակները, օգտագործել է այդ ամբողջը եւ չի կարողացել անգամ դա բավարարի։ Պատկերացրեք նրա լեգիտիմության աստիճանը այս պահին այս ժողովրդի մեջ։ Ոնց է նա առաջնորդելու այս ժողովրդին, ոնց է նա այս ծանր իրավիճակում հանելու ժողովրդին այս իրավիճակից։ Հասկանում եք, եթե գոնե մի այլ ուժ էլ լիներ իր հետ, միանային, ասենք, երկուսով մի 60% հասնեին, ինչ որտեղ երկու ուժերով այդ լեգիտիմությունը կապահովեին, բայց նա միանձնյա է եւ նա չի կարողանում այդ լեգիտիմությունը ապահովել ու նա իրական ժողովրդավարական երկրում այսպիսի իշխանությունը պետքա հրաժարվի եւ չվերցնի իշխանությունը, բայց Նիկոլն ու Նիկոլի թիմը կանեն դա, իհարկե չեն անի։ Չեն անի, որովհետև նրանց երազանքը, նրանց նպատակը ոչ թե Հայաստան պետությունն է, այլ իրենք մնան այդ աթոռին։ Հիմա թե իրենց որդեգրած արտաքին քաղաքականությամբ, թե իրենց այս լեգիտիմությամբ ինչքան կմնան, եթե անգամ մնան այս պահին, ժողովուրդը կտեսնի։ Ու ինչերի մեջ ներկքաշեն մեր երկիրն ու մեր պետությունը, էլի ժողովուրդը կտեսնի եւ կզգա իր մաշկի վրա։ Ալիևի պահանջները կկարողանան բավարարել։ Ինչու էին նրանք տխուր, որովհետև չեն կարողանում բավարարել Ալիևի պահանջները։ Ալիևը իրենց վզին դրել էր, որ գոնե մի 55-ից 60% պետք է Նիկոլը քվետանի, որ սահմանադրությունը իրենցով կարողանան փոխեն։ Հիմա տխուր են այդ մարդիկ, բայց չզգացիք ասուլիսի ժամանակին չէին տխուր։ Տխուր են մարդիկ, որ Ալիևի պահանջը չեն կարողանում բավարարել։ Եվ մեր ժողովուրդը պետք է հասկանա իրեն այս խամաչիկ իշխանությունը ինչի մեջ է ներքաշելու։ Սա շատ վտանգավոր իրավիճակ է, ինչպիսի հետևանքներ կլինեն, կտեսնենք։ Այդուհանդերձ մենք տեսանք, զինվորներին ինչպես էին տանում ընտրատեղամաս 20:00-ից հետո, ինչպես Հովհաննես Իշխանյանն է ասում, իրենց քնի հաշվին քվե պոկելու համար, եւ այսօր գլխավոր շտաբի պետն էլ իր հերթին ասում է սահմանադրորեն սահմանված իրենց պարտականությունն են կատարել զինվորները, խնդրեմ։ Դե իրենք ինչն են արել, որ դա կարողանան դրա պատասխանը տալ։ Սա կոչվում է կեղծարարություն, սա կոչվում է բեսպրիդելություն, սա կոչվում է պարտադրանք, սրա մասին այո պետք է խոսվի, պետք է ներկայացվի, պետք է տեսանյութերը տեղադրվի,
Եվ այս պատոշները, ինչքան ուզում ես, այսպես փաստերը դիր դեմները։ Մեկը պատոշ են, անինքնասեր են, անթասիբ են, իրանց համար մեկը։ Բերես այդ փաստը մցնես աշկերն էլ մեկը, պատոշի պես իրանցը պետք է ասեն։ Այս տիպիների, այս սրանց նմանները հնես չի, ծանոթ չեն։ Հասկանալի է, իրենք ինչ են անում, ինչի համար են անում, իրենց կերի, իրենց փորի, իրենց ստամոքսի, բայց մեր ժողովուրդը պետք է հետևություն անի։ Տեսեք, ձեր զինվորին տարել են ժամը 8-ից մինչև 11:30 քվեարկել են տալիս։ Սրա վերաբերյալով ինչ հայտարարություն է անում, մենք ենք մենակ խոսում, բայց միջազգային կառույցներ, իրավապաշտպաններ, դեսպանատներ լուռ են, ծպտոսները դուրս չի գալիս։ Արևմտյան մի շարք ներկայացուցիչներ հապճեպ շնորհավորում են, Զելենսկին գիշերը չի քնում, ելնում Նիկոլ Փաշինյանին է շնորհավորում, այդ ինչի։ Այտենց շատ է սիրում, հայ ազգին եւ Նիկոլ Փաշինյանին, միթե մեր ազգը այդքան միամիտ է։ Ժողովուրդ ջան, այդքան միամիտ եք, դուք չեք հասկանում Զելենսկին ինչա հապճեպ շնորհավորել։ Ասեմ, Զելենսկին մտածում է, այն Ուկրաինայում զինվոր չի թողել։ Մտածում է, որ դուք ձեր երեխեքով հանդերձ պետք է կռվեք շուտով ռուսի դեմ, ինքն էլ հանգստանա, որի համար որ Նիկոլ Փաշինյանին այս ընտրություններին ողջ հավաքական արևմուտքը աջակցել է, որ ձեր երեխեքին տանի պատերազմ ռուսի դեմ։ Դե հելեք կգնաք կկռվեք, կտենանք քանի հոգի կգնա ռուսի դեմ կռվելու, որ Նիկոլին ուզում է քվետա։ Այդ Նիկոլին քվե տվողներին ասեք, պատրաստվում են Նիկոլի հետ պատերազմի Ռուսաստանի դեմ։ Նիկոլը դա պետք է անի։ Տերերը չեն թողել, հասկանու՞մ եք, Նիկոլը անձն աստ է մենակ խնդիրը։ Նիկոլի Մակրոն տերը, Զելենսկի տերը, Էրդողան տերը, Նիկոլի վզից բռնած պետք է տանեն Հայաստանը այդ փորձությանը։ Հասկանում եք դուք ինչ եք արել։ Մենք ձեզ ամբողջ քարոզարշավի ժամանակ իհարկե մեր ազգի մեծամասնությունը չի ընտրել այս տականքին, սա եւս գնահատելի է։ Նա չի կարողացել միանձնյա մեծամասնություն հավաքել։ Եթե ողջ մեր ընդդիմադիր դաշտը նայենք, այսինքն իրենք քվե չտվողներին նայենք, կտեսնենք, որ այդ մարդիկ ավելի շատ են, որոնք սրան քվե չեն տվել։ Սա ինչ որտեղ ուրախալի փաստ է, բայց ցավոք սրտի նրանք չունեն այդ պարկեշտությունը, որ հասկանան, որ իրենք լեգիտիմ չեն ու հրաժարվեն իշխանությունից, եւ իրենց իսկ գրած օրենքներով իրենք կարողանում են մանյովրել եւ կարճել էլի իշխանությունից։ Իրենք այդ օրենքները դրա համար են տարիներ շարունակ փոխել։ Իսկ իրական օրենքով այս պարագայում, երբ որ 51+ չի ախտարի արդարությամբ, ճշմարտությամբ, այսպիսի իշխանությունը պետք է հրաժարվի, չվերցնի իշխանությունը։ Բայց իրենք չեն անի, ել եմ ասում, իրենց Նիկոլ Փաշինյանը ասում էր 300,000 մարդ թող եթե դեմ լինի, ես կհրաժարվեմ իշխանությունից։ Արա 700,000 մարդ քեզ դեմ ա եղել, 700,000։ Բա ինչի՞ չես հրաժարվում։ Եղա որ դու ստեղել ես ստախոս, դու ասում էիր, եթե ես ընտրություն կեղծեմ, երկու ձեռքս կտրեք։ Կեղծեցիր, էտել կեղծեցիր, Արցախը հանձնեցիր, այդ էնց ստորանալով, ստորաքարշ ձևով, գոյությունը քարշ տալով, այդ աթորին ասես կարճելով գնա, տենանք ուր ես հասնելու, տենանք քո այդ խունտայի հետ ընկել եք թշնամիների ձեռքը ու ես ազգին ձեր հետևից ուր եք տանելու, խաղաղություն ես խոստացել մարդկանց, հլը թող մի փամփուշտ կրակեն, հլը թող Սյունիքի կողմը մի բան տեղի ունենա, հլը թող 300,000 ադրբեջանցի գա այստեղ, տենամ դու դրա պատասխանները ոնց ես տալու։ Իրան հավատացողներ, ձեզ եմ ասում, պատրաստեք ձեր երեխեքին։ Պատրաստեք, որովհետև ինքը ոչ այդ քաշն ունի, ոչ այդ ողնաշարն ունի, ոչ այդ կարողանալու է իր խոստացածները ապահովել, ինչը որ տարիներ շարունակ տեսել եք ու ելի կտեսնեք։ Անկախ ամեն ինչից մենք պայքարել ենք, պայքարում ենք ու պայքարելու ենք այնքան մինչև հաղթենք։ Սա մեր հողն է, սա Նիկոլենցը չի։ Նիկոլենք այստեղ ոչ մի բան չունեն արած։ Ինքը իր թիմը, իր քաղաքական խրտվիլակները, նրանք այս երկրի հետ որևիցե աղերս չունեն։ Չգիտեմ ինչ ձևերով եկան հայտնվան այդ աթոռներին ու չարիքի պես կարճել են այս ժողովրդի արունը խմում են, բայց
գալու է ժամանակը վաղ թե ուշ եւ ճշմարտությունը պետք է հաղթի, չպետք է հանձնվենք, չպետք է կանգ առնենք, նույն ընդդիմադիր ուժերը պետք է հասկանան, սկսեն լուրջ պայքար, իրական պայքար, վճռական պայքար եւ թույլ չտան, որ մեր երկիրը տանեն թուրքացման, անկախ ամեն ինչից, ընտրության արդյունքներից, իրենց նկարած թվերից, մենք շատ լավ բոլորս էլ պետք է հասկանանք, որ եթե մենք 70% էլ տանենք, Նիկոլ Փաշինյանը այդ իշխանությունը սենց սկուտերի վրա չի տալու։ Չի տալու, ժողովուրդ ջան։ Դրա համար պետք է պայքարենք նաև փողոցում մեր օրինական ճանապարհներով։ Սա է իմ ասելիքը, եթե ինքը ընտրությունները կեղծում է, եթե ինքը օրենքները փոխում է, որ ինքը 51+ չհավաքի ու վերընտրվի, մենք պետք է հասկանանք ուրիշ ինչ ճանապարհներ ունենք այս չարիքից ազատվելու։ Շնորհակալություն Մանուել այս զրույցի համար։ Ձեզ նույնպես շնորհակալություն։